Բարև սա թոփ տեսն է, որ ամենակարևոր ու հետաքրքիր իրադարձությունները հավաքում է մեկ հաղորդման մեջ, ինչից սկսվեց եւ ուր հասավ ամփոփ թոփ տեսի թողարկումներում։ Մենք այսօր ձեզ կպատմենք։ Ռուբեն Հախվերդյանի պատմական ասուլիսն ու մեծ իրարանցում առաջացրած խոսակցությունը լրագրողների հետ։ Ռաֆի Հովհաննիսյանը այս շաբաթ սերտ շփման մեջ էր ոստիկանների հետ, նախկին թեկնածուն հասցրեց օրիգինալ բարևել նույնիսկ ոստիկանապետին։ Վարդան Սեթրակյանը կարողանում է գուշակել ապագան, նրան երկամսյա կալանքի են ենթարկել։ Ուգո Չավեսի ամենահուզիչ ելույթներից մեկը Տարոնին պաչիկանել ցանկացող թութակն ու հնդկական ոգով հայկական հարսանիքը, շաբաթվա հոլովակների հավաքածում, թոփ տես ամենահետաքրքիրը մեկ փաթեթով։ Շաբաթվա խոսակցության գլխավոր թեմաներից է Ռուբեն Հախվերդյանի ասուլիսը։ Երգահանը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում իր սուր խոսքով ու ոչ միանշանակ ընդունվող արտահայտություններով։ Բայց այս անգամ լրագրողներին զարմացրել ու մի քիչ էլ զայրացրել էր ոչ թե Հախվերդյանի խոսքը, այլ ծամոնը։ Երգահանը որոշել էր մոռանալ քաղաքավարության կանոնների մասին ու նույնիսկ այդպես արտահայտել էր իր վերաբերմունքը լրագրողներին։ Ծամոնի բանը չհասկացա, պարոն Հախվերդյան, որ ասացիք ուղղված է հայ։ Գիտեք, բոլորի պարտադիր չի որ ամեն ինչ հասկանա։ Ձեր կնարդյունություններում ես անպայման այդ խնդիրը կտեսնեմ։ Ճիշտ ասած, բերայցը սխտորի հոտ էր գալիս։ Ծամոնը որ դուք չշատապեք։ Այս միջադեպը միանգամից քննարկման թեմա դարձավ, ինչ որտեղ մոռացնել տալով ասուլիսի բուն հարցերը, գլխավոր թեման մաստակն էր։ Նախկին փողոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը այս իրադարձության կողքով անտարբեր չանցավ, նկատեց, որ Հախվերդյանի խոսքը լի էր ցինիզմով։ Որքան էլ դժգոհ լինես, բարեկիրթ մարդուն վայել չէ նման պահվածքը, առավել եւս հանրապետությունում ճանաչված եւ սիրված երգահանին։ Որպես բողոքի նշան, պարոն երգահան, միառժամանակ ոգելից խմիչք մի օգտագործիր, աշխատիր քեզ հեղինակությանդ adekvat պահել եւ խոսեր կշռադատված ու առանց ցինիզմի։ Սակայն Հախվերդյանի ծամոն ծամելը միակ աղմկոտ դեպքը չէր, որ տեղի ունեցավ այս ասուլիսի ընթացքում։ Դեռ օրեր առաջ Շուշան Պետրոսյանը, ով իդեպ Ռուբեն Հախվերդյանի հարևանն է, գնահատական էր տվել դերասան Վարդան Պետրոսյանին նրա արտահայտած քաղաքական հայացքների համար։ Հախվերդյանն էլ երկար չէր մտածել եւ ասուլիսի ընթացքում իր կարծիքով բացահայտել էր, թե ում կողմից է ինքը եւ ինչու։ Շանը բավականին փոխեր ստանում է կարծեմ պաշտպանության նախարարությունից, դեռ որ նա չի կարող չգովերքել տեսածը։ Բայց այս պատմությունը այսքանով չավարտվեց։ Շուշան Պետրոսյանին պատմեցին, թե ինչ է ասել Հախվերդյանը։ Շուշանն էլ շտապեց պատասխան տալ, առանց խախտելու էթիկայի սահմանները։ Ես երբևէ ինձ թույլ եմ տվել հաշվել Ռուբեն Հախվերդյանի փողերը, երբ նա գնում էր այս կամ այն նախարարի մոտ ու գումար էր մուրում եւ հետ գալիս ասում՝ սրանք գցեցի, նրանք գցեցի, կոնկրետ նախարարների անուններ տալով։ Ես բազմիցս դրան ներկա եմ եղել, բայց ինձ թույլ եմ տվել խոսել այդ մասին։ Շաբաթվա վերջում կրքերը հանդարտվեցին, գուցե մարդիկ հասկացան, որ մշակույթը ավելի լավ քաղաքականություն է, որովհետև մշակույթում բոլորն են միմյանց ընկեր, կամ գոնե այդպես ցույց են տալիս։ Իրեն էպոսագետ հռչակած Վարդան Սեթրակյանը կարողանում է ապագան կանխագուշակել։ Նման հումորային խոսակցությունները հաստատվեցին այս շաբաթ։ Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ նախագահի նախկին թեկնածուն ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, որ ինքը գիտի, թե ինչ է լինելու ընտրություններից հետո։ Քաղաքական գործընթացները կավարտվեն, իշխանությունները հստակ կներկայացնեն մեղադրանք եւ ձերբակալեն։ Շաբաթը դեռ նոր էր սկսվել, երբ համացանցը ողողվեց լուրերով, թե Սեթրակյանին արդեն տարել են ազգային անվտանգության ծառայություն, լրատվամիջոցներն էլ անցան գործի։ Սեթրակյանի հեռախոսն էլ սկսեց անverջ զանգել։ Այն ժամանակ դեռ հեռախոսին պատասխանող կար, հենց ինքը Վարդան Սեթրակյանը։ Ես ձերբակալված չեմ, ես իմ կաբինետում նստած աշխատում եմ։ Օրվա առաջին կեսին սխալ համարվող լուրը իրական դարձավ օրվա երկրորդ կեսին։ Շուտով պարզվեց, որ Վարդան Սեթրակյանին ձերբակալել են։ Այս անգամ ամեն ինչ պաշտոնապես էր։ Պատճառը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն էր։ Լուրը շատ քննարկվեց, բայց այ քաղաքական գործիչները որոշեցին լռել։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ընդհանրապես հայտարարեց, որ սա այնքան էլ կարևոր խնդիր չէ։ Երկրում ավելի կարևոր գործընթացներ են կատարվում, քան Վարդան Սեթրակյանի կալանավորումը։ Օրենքի ներկայացուցիչները նույնպես շատախոս չէին, նրանց հետ հանդիպելը դժվար էր, իսկ որևէ մեկնաբանություն ստանալը առավել եւս։ Հայտարարություններ չեն լինելու, որևէ բան չի լինելու։ Դուք որևէ տեղեկություն չունեք այս բանը։
Ռաֆի Հովհաննիսյանը այս շաբաթ էլ քաղաքում երկար չմնաց։ Անցած 7 օրերի ընթացքում Ռաֆին շատ շփվեց հատկապես ոստիկանների հետ։ Համացանցում մեկը մյուսի հետևից հայտնվում էին հոլովակներ, որտեղ նախագահի նախկին թեկնածուն անհարմար դրության մեջ է դնում ոստիկաններին։ Թալինում օրինակ Ռաֆի Հովհաննիսյանը հեռվից հեռու նկատեց հանրահավաքը նկարահանող ոստիկանին ու միանգամից լցվեց նրա հետ ծանոթանալու անհագ ցանկությամբ։ Սա բան չես, ես լուրջ չեմ ասում։ Ինչ անուն։ Ինչ անուն։ Ինչ անունը։ Ինչ անունը։ Ռաֆի։ Մյուս շփումը ոստիկանների հետ արդեն Գյումրիում էր, որտեղ նախագահի նախկին թեկնածուն ուզում էր ոչ թե ծանոթանալ ոստիկանի հետ, այլ պահանջում էր, որ իրեն ձերբակալեն։ Ոչ, ինձ վարչական պատասխանվանի։ Մի րոպե, պարոն Հովհաննիսյան։ Չէ, ես գործուն եմ։ Ես ամենաառաջինը ես եմ հարկում մեր ոստիկանին, մեր ձերբակալության։ Իսկ դուք, եթե ժողովրդին ասում եք վարչական պատասխանատվություն, ես պահանջում եմ, որ ինձ ձերբակալեն։ Վարչական պատասխանատվություն չի։ Ուրեմն խնդրում չհայտարարեք։ Սակայն սա էլ ոստիկանների հետ շփման վերջին դեպքը չէր։ Ամենից շատ քննարկվածն ու հիշվածը եղավ Ռաֆի Հովհաննիսյանի հեռախոսազրույցը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Ռաֆին որոշել էր հենց ոստիկանապետի ճշտել, արդյոք իր հանրահավաքը իսկապես անօրինական է, թե ոչ, բայց թե ինչ ասաց ոստիկանապետը, որին Ռաֆի Հովհաննիսյանը զորավար էր դիմել, այդպես էլ ոչ ոք չիմացավ։ Ոստիկանապետ։ Բարև զորավար, ինչպես եք, Ռաֆին Հովհաննիսյան։ Իջևանում ենք, Մայր Միրզոյանը ասում է իր բարդականությունը գադարում է, էլի այդ նույն հայտարարությունը արվում են։ Այն, որ Ռաֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանին զորավար դիմեց, մեծ քննարկումների թեմա դարձավ։ Իսկ ֆեյսբուքյան հումորային խմբերից մեկն էլ որոշեց ավելի հեռուն գնալ ու պատկերացնել, թե մեր պաշտոնյաներից էլ ում Ռաֆին ինչպես կդիմեր։ Տիգրան Սարգսյանին Ռաֆին կասեր «Բարև Հազարապետ», Սեյրան Օհանյանին կդիմեր «Բարև Մարշալ», Սուրեն Խաչատրյանին կասեր «Բարև Պաշտոնազուրկ», Կենտրոնական բանկի նախագահին կասեր «Բարև Նավավար», Արմեն Աշոտյանին Ռաֆի Հովհաննիսյանը կդիմեր «Բարև ուսուցչապետ», Հրանուշ Հակոբյանին Ռաֆին կասեր «Բարև հարազատս», Կարեն Ավագյանին էլ կասեր «Բարև պուճուր»։ Այս շաբաթ Ռաֆի Հովհաննիսյանը նաև դիմեց Սահմանադրական դատարան նախագահական ընտրությունների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելու համար։ Սահմանադրական դատարանը հարցը կլսի մարտի 11-ին։ Իսկ մինչ այդ դատարան դիմելու որոշման եւ շաբաթվա այլ քաղաքական իրադարձությունների մասին Սոնա Աբրահամյանը զրուցել է ազգային ժողովի հանրապետական падգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։ Բարև ձեզ Տիկին Եսայան, հետընտրական այս շաբաթը բավականին բուռն էր, որ իրադարձությունների առումով եւ առաջին իրադարձությունը այն էր, որ նոր փուլի մեջ մտավ Վարդան Սեթրակյանին հանդեպ մեղադրանքը։ Դուք ինքներդ ինչ եք կարծում, արդյոք այդ մոտիվը կար եւ այնուամենայնիվ Վարդան Սեթրակյանը մի փոքր ավելի հումորային թեկնածու էր, քան վտանգավոր հատկապես։ Համենայն դեպս այդպեսին էր նրա կերպարը նախընտրական շրջանում։ Բարև Սոնա, շնորհակալություն հարցի համար։ Ես կարծում եմ, որ Վարդան Սեթրակյանի թեման այսօր այն թիվ 1 հիթը չէ, որով պետք է մեր լրատվամիջոցները եւ ընդհանրապես հասարակությունը անհանգիստ եւ մտահոգ լինի, բայց այնքան էլ համամիջ չեմ ձեր գնահատման հետ, թե ինք այսպես հումորային կերպար էր, որովհետեւ համաձայնեք դեռ պատմությունից է հայտնի, որ ցանկացած հումորայինի եւ ցանկացած հումորի խորքում բավականին լուրջ բաներ կան եւ ընդհանրապես մարդիկ հումորով ասում են կամ անում են այնպիսի բաներ, որոնք լուրջ ժամանակ կզգուշանային ասել կամ անել։ Ինքը Վարդան Սեթրակյանը շատ լավ գիտեր եւ ինքը իր ասուլիսներում, գիտեմ որ տեղյակ եք, ինքն էր իր ասուլիսներում հայտարարում, որ երբ որ անձեռնմխելիության ժամկետ անցնի տեխնացուհի, իրեն հաստատ ձերբակալելու են։ Ժողովրդական խոսք կա գող սիրտը դող կամ եթե սող չես կերել սիրտդ ինչու է մռմռում։ Ես կարծում եմ, որ եթե մեր իրավապահ մարմինները հուսով եմ օբյեկտիվ աշխատեն եւ ոչ թե իրենք էլ որոշակի, այսպես ասեմ, պատվեր կատարեն, այլ աշխատեն այնպես, որ իրականությունը բացահայտեն, շատ մուտք կետեր կբացահայտեն։ Երկրորդ կարևոր իրադարձությունը կապված է Ռաֆի Հովհաննիսյանի հետ եւ նրա դիմումի հետ Սահմանադրական դատարան։ Դուք ինչպես եք գնահատում այդ քայլը։ Ոչ պարոն Հովհաննիսյանը, ոչ նրա կողմնակիցները, ոչ Ժառանգություն կուսակցությունը մտնելով նախընտրական այդ թոհուբոհի մեջ չէին ակնկալում, որ պարոն Հովհաննիսյանը այսինքն երկրորդ տեղ կգրավի։ Բացարձակ նման ակնկալիք չունեին,
եւ չէին էլ հավակնում եւ այսօրվա իրավիճակը իրենց համար անսպասելի ու զարմանալի է եւ դրա ապացույցն է որ գործողությունների ծրագիրը կարծես ծնվում է հնդածս այսինքն իրավիճակից ելնելով որովհետեւ էլի նույն միտքը ասեմ լավ օրից չէ որ մեր հասարակության մեջ մեր քաղաքացիների մեջ մոտ 40% դժգոհ մասսա կա դա նշանակում է որ իշխանությունները բավարար գործ չեն արել ինքը արդեն դիմել է սահմանադրական դատարան դա նրա իրավունքն է եւ ես հարգում եմ այդ իրավունքը եթե բավարար հիմքեր ունենա ապացուցելու համար որ այն իրավիճակը որ այսօր կա նախագահական ընտրությունների շուրջ շատ կոնկրետ է ազդել նախագահական ընտրությունների արդյունքի վրա ես շատ մեծ կասկած ունեմ որ ինքը այդ հիմքերը ունի որովհետեւ իրականում եթե շուրջ 5 միլիոն մարդ ընտրել է Ռաֆի Հովհաննիսյանին որևէ մեկը չի կարող չէ հերքել որ 800,000-ից ավելի մարդ էլ ընտրել է Սերժ Սարգսյանին համոզված եմ սահմանադրական դատարանի վճռից հետո ինչպիսին էլ դա լինի իրավիճակը ավելի հանգիստ կլինի որովհետեւ մենք տեսել ենք թե ինչ է կատարվում երբ որ քաղաքական ուժը առաջ է գնում ցավոք սրտի մենք տեսել ենք մարտի 1-ը եւ սա ուղղակի ոչ մեկը իրավունք չունի մոռանալ եւ ոչ մի Ռաֆի Հովհաննիսյան ոչ մի քաղաքական ուժ ոչ իշխանություն ոչ ընդդիմություն իրավունք չունի մոռանալ մարտի 1-ը եթե նրանք մոռանան մարտի 1-ը երկու կողմերին է վերաբերում ուրեմն դրա կրկնվելու վտանգը շատ մեծ է Դուք ինքներդ նշեցիք որ հիմա սպասում ենք սահմանադրական դատարանի վճռին եւ դրանից հետո մի փոքր ամեն ինչ ավելի կհանդարտվի կա կարծիք որ ընդհանրապես հակառակ կողմը ընդդիմությունը որը անընդհատ խոսում է նրա մասին որ ընտրությունների արդյունքները կեղծված էին արդյոք կհանդարտվի եւ կընդունի սահմանադրական դատարանի որոշումը եթե այն չլինի հոգուտ իրենց այսինքն կրկին ապացուցի իրենց ոչ իրավացի լինելը Գիտեք հանդարտվելու մասին ձեր միտքը հիմա էլ է հանդարտ Բարեբախտաբար մեր բախտը բերել է այս իրավիճակում այս նախագահական ընտրություններից հետո մենք բոլորովին այլ իրավիճակ ունենք քան ունեինք 2008-ի նախագահական ընտրություններից հետո որովհետև մենք այսօր ունենք այլ նախագահ քան կար մինչև 2008-ի նախագահական ընտրությունները որովհետև մենք այսօր ունենք ընդդիմության այլ լիդեր քան ունեինք 2008-ի մինչ 2008-ի նախագահական ընտրությունները եւ այս երկու անհատները բարեբախտաբար հոգուտ Հայաստանի դրանք դրական հենքի լիդերներ են եւ Ռաֆի Հովհաննիսյանը որպես այսօր ընդդիմության լիդեր ես իրեն այդպես եմ ամենայն դեպս ընկալում եւ Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի Հանրապետության գործող նախագահ եւ ընտրված նախագահ նրանք երբեք հասարակության առճակատման չեն տանի երկու կողմերը այսօր այնպիսին են որ չեն տանի հասարակության տարբեր թևերին առճակատման գիտեք շատ ուժեր կան շատ գործիչներ կան որոնք կփորձեն այս իրավիճակում օգուտներ քաղել, որոնք կփորձեն ջուրը պղտորել, որոնք կփորձեն այս իրավիճակը հարամել։ Մեր վտանգը այստեղ է, բայց մենք պիտի կարողանանք եւ երկու կողմեր, եւ ընդդիմություն եւ իշխանություն պիտի կարողանանք այդ ուրիշի ձեռքով կրակի ճագանակ հանողներին ցույց տալ իրենց տեղը։ Մի հարց ուզում եմ տալ ձեզ որպես լրագրող ավելի շատ։ Այս շաբաթ տեղի ունեցավ Ռուբեն Հաղվերդյանի ասուլիսը, որի ժամանակ Ռուբեն Հաղվերդյանը իհարկե իր կերպարին հավատարիմ մնալով, որովհետեւ նորություն չի ոչ մեկի համար նրա անսպասելի կերպարը, այնուամենայնիվ խոսեց մամուլի հանդեպ իր վերաբերմունքի մասին եւ նույնիսկ այդ մաստակի պատմությունը բոլորը շահարկեցին, որ Ռուբեն Հաղվերդյանը այդպես ցույց է տվել իր վերաբերմունքը մամուլի եւ ԶԼՄ-ների նկատմամբ։ Դուք ինքներդ ինչ եք կարծում որպես լրագրող, այս դրսևորումը եւ այս պահվածքը նորմալ է։ Ես դիտեցի այդ մամուլի ասուլիսի լուսաբանումը, ճիշտ ասած, եթե ես չեմ ուզում իմ գործընկերներին նեղացնել, բայց եթե ես լինեի այդ մամուլի ասուլիսում, ես ուղղակի վեր կկենայի եւ դուրս կգայի այդ ասուլիսից եւ բացարձակ ոչ մի տողով չէի լուսաբանի։ Ընդհանրապես կներկայացնեի, որ այսպես էր ինքը եկել, որպես պրոֆեսիոնալ, ինձ համար շատ վիրավորական է, երբ որ ով ուզում է լինի, նույնիսկ ամենաէքսցենտրիկ գործիչը, նույնիսկ ամենաէքսցենտրիկ Ռուբեն Հաղվերդյանը, որի երգերը ուղղակի ես պաշտում եմ, ով ուզում է լինի, եթե նա իրեն իրավունք է վերապահում մաստակը բերանին գալ եւ այդքան լրատվամիջոցների ներկայությամբ այդպիսի պահվածք դրսևորել, ես ուղղակի իմ պատվից ցածր կհամարեի լուսաբանել այդ մամուլի ասուլիսը։ Ես կարծում եմ մի անգամ գոնե մենք պետք է բոլորս կարողանանք նման երևույթները բոյկոտել։ Մի անգամ պիտի վեր կենանք ուղղակի բոլորս միասին լրագրողներով դուրս գանք այդ մամուլի ասուլիսից, որ ինքը մնա որևէ գործիչ, որը իրեն նման բան թույլ կտա, մնա ինքը մենակ առանց զայնագրիչների եւ առանց տեսագրիչների, այսինքն ինքը մնա մենակ իր հետ ու հասկանա, որ դիմացինի մասնագիտությունը նույնպես պետք է հարգել։ Շնորհակալություն զրույցի համար եւ շաբաթվա իրադարձությունները մեզ հետ քննարկելու համար։
Ներքաղաքական իրադարձություններից մի փոքր անցում միջազգային իրադարձություններին։ Այս շաբաթ Վենեսուելայի իշխանությունները հայտարարեցին, որ մահացել է Ուգո Չավեսը, ով արդեն երկար ժամանակ է հիվանդ էր ու վերջին մի քանի շաբաթների ընթացքում պայքարում էր կյանքի համար։ Ասում են Չավեսի վերջին խոսքերն են եղել «Ես չեմ ուզում մահանալ»։ Չավեսի մասնակցությամբ ամենահիշված ու քննարկված տեսանյութը Չավեսի ելույթն էր ՄԱԿ-ի ամբիոնից երգի տեսքով։ Seamos un tilín mejores y un poco menos egoístas. Saludos. Muchas gracias, presidente. Ուգո Չավեսի մահվան լուրը քննարկեց ամբողջ աշխարհը, իսկ Վենեսուելայի իշխանություններն էլ որոշեցին իրենց երկրի ամենակարկառուն դեմքերից մեկին ընդմիշտ հրաժեշտ չտալ։ Վենեսուելան էլ կունենա իր Լենինին, Ուգո Չավեսին զմռսելու են, այդպես է հայտարարել երկրի փոխնախագահը։ Ցանկանում եմ տեղեկացնել մեր ժողովրդին եւ ամբողջ աշխարհին, որ մենք որոշել ենք առհավետ պահել կոմանդանտեի մարմինը եւ մարդիկ կկարողանան տեսնել նրան ինչպես Հո Շի Մինին, Մաո Ցեդունին եւ Լենինին։ Մեր գլխավոր հրամանատարի մարմինը կզմռսվի եւ հատուկ ապակյա արքղում կտեղադրվի հեղափոխության թանգարանում, որ մարդիկ միշտ կարողանան այցելել եւ տեսնել նրան։ Շաբաթն ավարտվեց կանանց միամսյակի մեկնարկով։ Երևանում վերջերս մոդայիկ դարձած ֆլեշմոբի թեման այս անգամ նվիրված էր կանանց։ Մի խումբ երիտասարդներ միանման հագնված րոպեների ընթացքում հետաքրքիր պարային համար էին ներկայացնում հայկական երաժշտության ներքո։ Կարելի էր մտածել, որ տոնը կանցնի առանց քաղաքականության, սակայն պարզվեց, որ Երևանում բաժանված ծաղիկներից էլ է քաղաքականության հոտ գալիս։ Հենց այդ պատճառով էլ նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը շտապեց գրառում կատարել։ ԲՀԿ-ն մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ է բաժանում։ Լավ, շատ լավ բաժանում եք, բաժանեք, շատ լավ է, շնորհավորեք, բայց ինչու եք շեշտում ում կողմից։ Հա, մոռացել էի, դեմը ընտրություններ են։ Կներեք, ներողություն։ Սակայն որքան էլ քաղաքականացված լինի մթնոլորտը, միևնույն է կանանց տոնի վերաբերյալ ռոմանտիկ երևույթները էլ ավելի շատ են։ Համացանցում տեսանյութ էր տարածվել երևանցի երիտասարդը սիրելիի մարտի 8-ը շնորհավորում է էքստրեմալ պայմաններում վերնագրով։ Ավելի ուշ պարզվեց, որ յուրօրինակ ակցիայի հեղինակները երգչուհի Նունե Եսայանի երկրպագուններն են։ Անակնկալն իսկապես անսպասելի դարձնելու համար Նունե Եսայանի ֆան ակումբի մասնակիցները նախապես խոսել են երգչուհու ամուսնու Ավո Խալազյանի հետ եւ տեղեկացրել, որ Նունեին տանը պահի։ Բուն անակնկալը պետք է մատուցվեր երգչուհու տան պատշգամբում, որտեղ ֆան ակումբի ամենաակտիվ մասնակիցը հասել է վերամբարձ կռունկի շնորհիվ, մեծ ծաղկեփնջով, շամպայնով եւ փուչիկներով։ Իդեպ այս մարտի 8-ն էլ աչքի ընկավ մի շարք շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով, որոնք տարածվում էին մի շարք պաշտոնյաների ու կուսակցությունների առաջնորդների անուններից, բայց պետք է նշել, որ այդ շնորհավորանքներում բառերի տարբերությունը հազիվ էր նկատելի։ Ու թերևս տեղին էր ազգային ժողովի падգամավոր Սամվել Ֆարմանյանի արձագանքը այս փաստին։ Ով կարող է մասնագիտորեն բացատրել, ինչն է պատճառը, որ ամենատարբեր տոներին, ով չի ալարում, շնորհավորական ուղերձ է հղում։ Համարյա անտանելի է ու սովորաբար copy-paste տարած։ Կարծում եմ, որ ուղերձներ հղելու բնական առաքելություն ունեն բացառապես աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների առաջնորդները, նախագահը եւ վեհափառը։ Կանանց ուղղված շնորհավորանքների, ինչպես նաև կանանց եւ երաժշտության նմանությունների եւ խնդիրների մասին իմ գործընկեր Դավիթ Գրիգորյանը զրուցել է կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։ Բարև ձեզ։ Երաժշտությունը ոչ միայն անհատների է բուժում, այլ նաև ամբողջ ազգերի, իսկ կոմպոզիտորները որպես այդպիսին լուսավորիչներ են։ Այսօր մենք կզրուցենք կոմպոզիտոր Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Քանի որ մենք մտել ենք գեղեցկության միամսյակ, ես պարզապես կուզենայի մի այսպիսի ռետորական հարց տալ ձեզ։ Ինչպես կհամեմատայի երաժշտությունը եւ կնոջը։ Գիտեք, մի անգամ հաղորդավարը շատ զարմացավ, կին էր հաղորդավարը, երբ որ ասեց ինչպես եք վերաբերվում, որ միամսյակ է սկսում,
Ես ասացի, ես օրինակ շատ դժգոհ եմ, որ դա միամսյա կա մարտի 8-ից ապրիլի 7-ը, ես կցանկանայի, որ լիներ ապրիլի 7-ից մինչև մարտի 8։ Փոխեինք տեղը եւ ավելի շատ ուշադրություն դարձնեինք այո մեր կանանց։ Մեր կանայք շատ կարևոր դեր են կատարում մեր կյանքում։ Նրանք կարևոր են ամենասկզբում հենց նրա համար, որ նրանք սերունդ են շարունակում եւ նրանք են ամենաշատը շփվում մեր սերնդի հետ, մեր զավակի հետ, քանի որ տղամարդը ինքը դրսի մարդ է, դրամ աշխատող, իսկ մնացած դաստիարակչական ավելի մեծ գործը ընկած է կնոջ վրա։ Նա դաստիարակում է եւ զինվորի, եւ բացի նրանից, որ իր որդուն կամ աղջկան որպես հետագայում մայր, եւ կարծում եմ երկրի ամրությունը նույնպես կարելի է կապել հենց կնոջ հետ, որովհետեւ տղամարդիկ զբաղված են ուրիշ գործով։ Իրանք զբաղված են վաստակելու, պատասխանատվության այն զգացումը կրելու տղամարդու գործը, որ պատասխանատու ես քո ընտանիքի ջերմության, նրանց կուշտ լինելու եւ տաք հագնված լինելու մասին եւ ապահով ապրելու մասին, անվտանգ։ Ուստի բացի այս 3 կարևորագույն գործոններից ապահովել ընտանիքի անվտանգություն, նրա ջերմություն եւ սնունդ։ Եվ իհարկե անշուշտ նաեւ վերջին տարիներին դարձելավճարովի նաև նրա ուսման կրթության հարցը պետքա հոգալ։ Պարոն Գևորգյան, ունեցել եք որևէ ստեղծագործություն, որը նվիրել եք սիրելի կնոջ։ Այո։ Եվ կոչվում է այդ ստեղծագործությունը կոչվում է Սիրո հրաշք։ Եվ այդտեղ նվագում է հրաշալի իմ շատ սիրելի ընկեր գիտարար Կարո Սարաֆյանը։ Գիտարի մենանվագ է եւ այդ երաժշտություն սկիզբը ունի պատմություն։ Դե ցանկացած ընտանիքում լինում է անախորժություն կամ վիճաբանություն կամ Երանի դրանք կարճ տևեն եւ շատ սուրը չլինեն։ Եվ ինձ մոտ էլ պատահեց այդպիսի մի պատմություն եւ ես ամբողջ գիշեր չքնեցի եւ այդ ազդեցության տակ ես հորինեցի մի երաժշտություն ու առավոտ 6-ին կնոջս հրավիրեցի ապարելու։ Ինչ դեր ու նշանակություն ունի երաժշտությունը ձեր կյանքում, որովհետև այն ի վերջո երկար տարիներ համարվել է հենց դեղամիջոց շատ հիվանդությունների եւ հոգեկան եւ ֆիզիկական, որովհետև Ես ես փաստեր կարող եմ պատմել։ Կոնկրետ ինձ համար ինչ է երաժշտությունը, ես կարծում եմ ամեն մարդու համար ինչ մասնագիտություն որ մարդը ընտրել է սիրելով եւ սիրում է իր մասնագիտությունը, դա իր համար երջանկության ամենամեծ գրավականն է, որ մարդը ապրի իր սիրած գործով եւ իր սիրած գործով վաստակի հանապազորյա հացը։ Այսինքն ինքը անընդհատ զբաղված կլինի հաճելի աշխատանքով։ Մեկը փականագործ, մեկը, չգիտեմ, երաժիշտ, գրող, բանաստեղծ, քանդակագործ եւ այլն, շատ տարբեր մասնագիտություններ, գիտնականներ, որոնք իրանց հետաքրքրությունը գտնում են աստղերն ուսումնասիրելիս եւ իրանք ամեն օր իրանց աշխատանքը անում են սիրելով, որտեւ հետաքրքիր է, օրեկան բացահայտումներ կան։ Այս առումով երաժշտությունը ինձ համար իհարկե, չգիտեմ, ես շատ կուզենայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, առաջին հերթին Աստծուն, որ այդ շնորհը կա իմ մեջ։ Նկատեցի ադրբեջանական, կարելի ասել ադրբեջանական սկիզբ ունեցող մի վիդեո, որի ֆոնային երաժշտությունը ձերն էր։ Ցավոք սրտի ադրբեջանական կողմը շատ հաճախ հայկական երաժշտությունը, հայկական մեղեդիները ներկայացնում է որպես սեփական։ Որն է խնդիրը եւ ինչպես կանխենք այս դավադրությունը մեր երաժշտության եւ մեր մշակույթին եւ ոչ միայն երաժշտության դեպքում։ Դա եւ քաղաքներին է վերաբերվում, այսինքն շատ դեպքերում պարզապես ադրբեջանցիներ ասում որ Երևանն էլ է նույնիսկ Ես շատ մեծ հաճույքով նորից կկրկնեմ մի շատ գեղեցիկ անախորժություն, որ տեղի ունեցավ 2007 թվականին ռուսական առաջի ալիքը որոշում է Սարցե շրջան, Սարցե դարաշրջան, Լեդնիկովի պերիոդ այդ հաղորդման շրջանակներում ցանկանում է բեմադրել պար, հայկական հարսանիք։ Եվ բնականաբար ռուս են, հրյա է պարողը, մեկը ռուսա, մեկը հրյա, այս մարդիկ որոշում են հայկական երաժշտություն գտնեն, չէ՞ որ հայկական հարսանիք բեմադրեն Լեդնիկովի պերիոդ հաղորդման ժամանակ։ Եվ նրանք արդարացիորեն կարելի է ասել, ընտրում են դուդուկով մի հատ դանդաղ երաժշտություն, եւ այդ դանդաղ դուդուկով երաժշտությունը կպցնում են իմ Արցախ ստեղծագործությանը։ Դուդուկով դանդաղը լինում է սկզբից եւ վերջում իմ Արցախն է հնչում։ Բայց իրանք չեն իմանում, որ այդ դուդուկովը
ադրբեջանական երաժշտություն է եւ ադրբեջանական հայտնի երգ ադրբեջանցի էլ նվագողը։ Դեսպանը զայրացած բնականաբար զանգահարում է առաջի ալիք ռուսական եւ դժգոհություն է հայտնում տրիներ Ժուլինին։ Այս ինչ է կատարվում, որ դուք ադրբեջանական երաժշտություն եք հնչեցնում, վրայից հայտարարում եք հայկական։ Ադրբեջանի դեսպանը ինչ պիտի մտածի, որ իրանց ադրբեջանական երգը գտնվում է մենք ենք գողանում։ Գտնվում է իմ ձայնասկավառակի մեջ, անունն էլ Արցախ է։ Հասկանում եք։ Բայց այնքան հիմար է գտնվում ինքը, որ մի հատ չի ֆայմում, կամ հաղորդումը նայի, կամ իմ դիսկը վերցնի մի հատ լսի։ Միանգամից հաջորդ օրը հայտարարում է Արա Գևորգյանին, որ գողացել եմ իրանց Սենեդե Գալմազ երգը, անունը դրել եմ Արցախ։ Եվ վերջում, երբ որ իմ ձեռքում հայտնվեց այդ Լեդնիկովի պիրյուտ հաղորդաշարը, դուք հասկացաք արդեն։ Ես հասկացա, որ այս դմբո Փոլադ Բուլբուլօղլին առանց փաստը ստուգելու, լինելով նախկին մշակույթի նախարար եւ դիվանագետ մարդ, ինչքան մեծ սխալ է թույլ տվել։ Խոսքը պետական մակարդակի վրա իրականացվող պլագիատի մասին է, որովհետեւ պետք է դատի տալ ադրբեջանցիներին, մի անգամ։ Եվ իմ դեպքը շատ լավ ցայտուն դեպք էր, որ ես առաջարկեցի դատի տալ, ինձ պարզապես խնդրեցին, որ առայժմ դա չանել։ Պարոն Գևորգյան, ժամանակակից հայ էստրադայի եւ հայ մշակույթի մասին եմ ուզում խոսել։ Ինչ է կարծում, ունենք մի այնպիսի դեմք, մի այնպիսի երևույթ ու ստեղծագործող, ում երաժշտությունը երիտասարդների մասին է խոսքը, նաեւ երգիչների, երգչուհիների եւ կոմպոզիտորների, ում գործը մնայուն կլինի։ Դուք տեսնում եք հեռանկար հայ երաժշտական մշակույթի երաժշտական մասի մեջ։ Ես կարծում եմ պետքա ինչ-որ թիմ դառնանք։ Մեր երկրում պետքա դա գծվի որպես ստրատեգիա։ Պետքա դրանով զբաղվեն մարդիկ, պատրաստեն այդ երկրին, ոնց որ պատրաստում ենք Եվրատեսիլի համար։ Բայց հեռանկարային երաժիշտներ ունենք, ամբողջ խնդիրը սրանում է։ Մենք ունենք այդ հեռանկար։ Դե արևմուտքը մեզ թելադրում է այն ինչ որ։ Չէ, մենք ունենք։ Մենք այսօր ունենք երգիչներ, որոնց ես շատ եմ սիրում։ Եվ այդ երգիչները իսկապես ինձ համար ամենայն դեպս եզակի պրոֆեսիոնալ երգիչներ են, եզակի։ Եվ նախկինում էլ իրանց նմանը չի եղել։ Շատ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, պարոն Գևորգյան, շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել։ Մեր հյուրն էր Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը։ Շարունակելով թեման ի ուրախություն բոլորիս նշենք, որ անցել են այն ժամանակները, երբ հայկական օջախներում ադրբեջանական մուղամ է հնչում։ Մնում է ադրբեջանական մուղամը հանել հայկական երգերից։ Իսկ հայկական հարսանիքներին զավեշ տալի ու զվարճալի դեպքերը անպակաս են։ Այս անգամ համացանցի հիթ է դարձել հայկական հարսանիքը հնդկական երաժշտությամբ։ Տեսանյութում 90-ականներն են այն տարիների երաժշտությունն ու այն տարիների տրամադրությամբ պարը։ Եվ շաբաթվա տեսանյութը առանց քաղաքային ու քաղաքական ենթատեքստի խոսող թութակներ շատ են լինում, բայց կարևոր է թե ինչ է խոսում թռչունը։ Այս մեկը սիրում է համբուրվել, բայց ոչ բոլորի հետ։ Նա պատրաստ է համբուրել միայն մեկին, այն էլ Տարոնին։ Իսկ շաբաթվա կիքսը մարտի 8-ի առիթով ակցիայի ժամանակ էր, երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շնորհավորում էին կին վարորդներին։ Ոստիկանների կանգնեցած մեքենաներից մեկի ղեկին նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն էր։ Բարի ճանապարհ ձեզ, ամփոփсан։ Շնորհակալություն, բարի ճանապարհ ձեզ։ Իսկ սա թոփ տեսներ ամենահետաքրքիր իրադարձությունների թոփ տեսությամբ։ Մենք կհանդիպենք մեկ շաբաթից։ Ցտեսություն։